Հայաստանի կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի փաթեթը։ Համակարգի առաջին փուլը պաշտոնապես կմեկնարկի 2026 թվականի հունվարի 1-ից։ Ըստ առողջապահության նախարարի, առաջին փուլով համակարգի շահառուկը դառնա 1.600.000 քաղաքացի։ Ապահովագրական փաթեթից կօգտվեն մինչև 18 տարեկան քաղաքացիները, 65 տարեկանից բարձր տարեցները, 200.000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները, ընտանեկան նպաստի համակարգում 28 եւ ավելի միավոր ունեցողները, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։ Քաղաքացիներն արդեն կարող են ներբեռնել առմետ բջջային հավելվածը եւ տեսնել ապահովագրված լինելու կարգավիճակը եւ այն ծառայություններն ու դեղորայքի ցանկը, որոնք հասանելի կլինեն 2026-ի հունվարից։ Նիկոլ Փաշինյանը հորդորել է հունվարի 1-ից չգրոհել բժշկական հաստատությունները, քանի որ ապահովագրությունը գործելու է մշտական հիմունքներով։ Պետք չի հունվարի 1-ից գրող ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի։ Կառավարության այսօրվա նիստում որոշվել է լուծարել հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերություն Փակbaşıնի տիրական ընկերությունը, նույն շողակաթ հեռուստաընկերությունը։ Սա տեղի է ունենում Հայաստանի կառավարության եկեղեցու դեմ սկսած արշավի ֆոնին։ Դեռ ամիսներ առաջ էր հեռուստաալիքը հայտնվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների թիրախում, եւ նրանք պարբերաբար առաջարկում էին լուծարել այն եւ բյուջեով նախատեսված գումարը տալ հանրային հեռուստաընկերությանը կամ ռադիոյին։ Ընկերության գործունեության հիմնական տեսակը հոգևոր եւ մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։ Մայրաթոռը զրկվել է պետության հողերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու հնարավորությունից։ Որոշումն այսօր ընդունել է կառավարությունը։ Այսուհետ Մայրաթոռը պետությունից տարածքներ կստանա անհատույց օգտագործման իրավունքով, դրանք կմնան պետության սեփականությունը։ Հայաստանից արտահանվող ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի երրորդ երկիր արտահանման վրա արգելք է դրվել 6 ամսով։ Սա չի վերաբերում ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանմանը։ Ըստ որոշման այս ապրանքների ներքին արտադրությունը չի բավարարում շուկայի պահանջարկը, ինչն ապահովում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 6-ից։ Թրամփի ուղի նախագծի շինարարական փուլը կմեկնարկի 2026 թվականին, այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ Պարզաբանման մեջ նշվում է, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ինտենսիվ բանակցություններ է վարում նախագծի իրավական կարգավորումների շուրջ։ Հայ-ամերիկյան Trip Company-ն կգրանցվի Հայաստանում եւ կստանա տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Trip-ը կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մաս է, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի համաձայն կստեղծի տարանցիկ ճանապարհ Սյունիքով դեպի Նախիջևան։ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման 115 անդամի։ Նրանք կասկածվում են Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոների նախաշեմին հարձակումներ պլանավորելու համար։ Այդ հարձակումների թիրախում պետք է լինեին ոչ մուսուլմանները։ Խոզարկությունների ընթացքում արգելվել են զինամթերք։ Պարզվել է, որ ձերբակալվածներից մի քանիսի նկատմամբ հայտարարված է եղել միջազգային հետախուզում։ Այս պահին որոնվում են խմբավորման մյուս անդամները։ Մոսկվայի Վարշավսկայա պլազա առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Կրակը տարածվել է շուրջ 300 քառակուսի մետր տարածքում։ Ավելի քան 60 մարդ տարհանվել է։ Օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ հրդեհը ժամեր անց մարվել է։ Աֆղանստանից Տաջիկստան ներթափանցած ահաբեկիչների եւ տաջիկ սահմանապահների միջև տեղի ունեցել զինված բախում, որի հետևանքով կան զոհեր, հայտարարել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն։ Գործողության արդյունքում ահաբեկչական կազմակերպության 3 անդամներ, որոնք անօրինական հատել էին սահմանը, զինված դիմադրություն են ցուցաբերել, սակայն վնասազերծվել են։ Գերատեսչության խոսքով ահաբեկիչների ոչնչացումից հետո տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սուրբ Ծննդյան ապշեցուցիչ շնորհավորական ուղերձ է հղել։ Զելենսկու խոսքով այսօր բոլորը նույն երազանքն ունեն մեջբերում, որ նա մահանա։ Ենթադրվում է, որ Զելենսկին նկատի ունի Ռուսաստանի նախագահին։ Ուկրաինայի ղեկավարը ռուսներին անվանել է անաստված։
І це наша єдність. Ուկրաինացիները վաղուց հավատում են, որ Սուրբ Ծննդյան նախօրեին երկինքը բացվում է, եւ եթե դուք նրանց պատմեք ձեր երազանքի մասին, այն անպայման կիրականանա։ Ռուսները անաստված են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ։ Այսօր մենք բոլորս ունենք մեկ երազանք, որ նա մահանա։ І ракет. Напередодні ԱՄՆ տոնածառի եւ գեղեցիկ զարդանքների фонին Զելենսկին հայտարարել է, որ այժմ ոչ թե կարևոր են տոնական ձևավորումն ու ճոխ սեղանը, այլ այն, որ ձեր հարազատները ողջ են ու ձեր կողքին։ так б'ють безбожники. Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքի նավահանգստում պայթյուններ են եղել։ Տեղական իշխանությունների տվյալներով ուկրաինական ԱԹՍ-ներն են հարվածել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ դրոնների հարվածի հետևանքով նավթամթերքի 2 պահեստարաններում հրդեհ է բռնկվել։ Հրդեհն ընդգրկել է մոտ 2000 քառակուսի մետր տարածք։ Տուժածներ չկան։ Սովայի հրժեջ բրիգադի կամավորները Կեմերովոյի հիվանդանոցի փոքրիկ հիվանդներին անսովոր ձևով շնորհավորել են ամանորի կապակցությամբ։ Փրկարարները հագնվել են Ձմեռպապի եւ Ձյունանուշի կերպարներով հիվանդանոցի տանիքից իջել պարանների միջոցով։ Կամավոր Օլգա Գալսը ընդգծել է, որ իրենց նպատակն է աջակցել երեխաներին եւ հիշեցնել նրանց ամանորյա հրաշքի մասին։ Երկիր մոլորակի ամենացուրտ կետն այս պահին ռուսական Յակուտիան է, որտեղ ջերմաչափի սյունն իջել է մինչև -56 աստիճան։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկա օրերին Յակուտիայում սպասվում է մինչև -60 աստիճան։ Կադրերում երևում են մեքենաներ ծածկված հատուկ կտորով։ Այն մեքենաները պաշտպանում է սաստիկ ցրտից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին տիկնոջ հետ պատասխանել է տարբեր երեխաների հեռախոսազանգերին եւ շնորհավորել Սուրբ Ծննդի առիթով։ Թրամփը փոքրիկներին հարցրել է, ինչպես են իրենք պահել իրենց այս տարի, ինչ նվեր են ուզել Սանտայից, խոսել թխվածքաբլիթների դիվանագիտության մասին։ ԱՄՆ նախագահը նշել է, որ սրանով կարող է զբաղվել ամբողջ օրը, սակայն պետք է վերադառնա Չինաստանին, Ուկրաինային եւ Ռուսաստանին։ Խոսրովի անտառի բնակիչներից ևս մեկը երևացել է հանրությանը։ Անտառում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են Գորշ Արչին։ Նա նախ կանգնում է հետևի 2 թաթերի վրա, ապա կարծես նկատում, որ իրեն նկարահանում են։ Խոսրովի անտառում ապրող Գորշ Արչերը ներառված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Բնության պահպանության միջազգային միության կարմիր գրքերում։ Գորշ Արչը միակ գիշատիչ կենդանին է, որ երկար ժամանակ կարող է մնալ առանց կենդանական կերի։